միասնություն է պետք, անկախ դրանից մեր բոլոր ներքին պառակտումները։ Հենա, սաղ աշխարհը Ամերիկայի պես պետությունն իր ներքին բռակներն ունի, տեսակ ճգնազամի սարքի հայեր, որ սաղ աշխարհին ինքնաօգնում մի հատ ստից բանից կանյան փողը չին տալի, արդեն գործազրկություն էր այդում։ Եվրոպական երկրները բացի Գերմանիայից սաղ ճգնաժամի մեջ ապրում են։ Բայց մենք այսօր իրոք պատերազմի մեջ երկիր ենք, այսօր մեզի ավելի համախմբվել է պետք, միասնական է պետք, մեզի առաջնահերթ հացից կարևոր զենք է պետք մատակարարել առաջնագծին, այս մեր հերոս սերժանտի պես տղերքը, որոնց զենք զինամթերք ունենան, կարենան դիմակայել թշնամու իշխանությունները պրիչոմ ստե։ Այս որ երկրում է մի հատից լուծվում։ Կամանց հենա օրենք ընդունվում, կամանց փորձում են։ Ես այսօր ախր ասում եք, քիչ եք ասում, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր զոհվածներին անխտիր բնակարանով ապահովել են։ Դրանց անխտիր բոլորին մեդալներ տվել են։ Համի առաջի կարգի հաշվանդամներին անխտիր կամ բնակարան են տալի կամ փողը ինչ կա, որտեղ ապրում տալիս են, անում են, ինչ հնարավոր անում են։ Եթե մի հատից մի հերեկ էր, թե միսօրը հեռուստացիայում լսում եմ դեսպանը ռուսական գլուխագոհում, թե մենք մեր պատերազմի 45 թվի վետերանների ման ամեն ինչ անում ենք։ Օգրաշ արդեն 100 տարի, 90 տարի վրան նսել է, միջև մի անում են չի պրզնում։ Ժողովուրդ ջան, ռուսական դեսպաներն էս ճոխ խոսում են։ Նա մեկ պատերազմը չի վերջացել, որ հետքերն էլ վերջանա։ Ստե դրանա շուրարեք նայեք, ստե տղա չկա։ Եթե ջուլա չկա կամ ուղեղի ցնցում կա, ստե մի հատ տղա չկա, որ այդ հետևանքները վրան մարմնի վրան չի տանում, թե ասկոլտից, թե ջուլից, թե ուղեղից։ Ճիշտ է, ով դեմա, ով որ չի ուզում, որ մի հատից սա հարցեր լուծվի, բայց չի լուծվի։ Չկա տես բան, կլուծվեն կամանց։ Պետք է մենք էլ համբերենք։ Այսօր մենք թեքվենք շատ բան ուզենք, ես ասում եմ առաջինը մենք պետք է բոլորը ուզենք այն 18 տարեկան երեխեքը սահմանի վրա կանգնած իրանց զենքով, հագուստով, ամեն ինչով ապահովենք։ Լավ գիտեք, որ ադրբեջանցին օրորի վրա համ ֆինանսապես ուժեղ, համ զինվում է։ Ուզենք, չուզենք մենք չես զինվենք, մեր զինվորին պետք է պատրաստ պահենք։ Չտանենք կանգնեցնենք սահմանի վրա կամ ոչնչացնենք, չէ՞ որ մեր երեխեքն են դրանք։ Դրա համար ժողովուրդ ջան, դժվարությունը մեր մարա։ Կդզվի ժամանակին ամեն ինչ կլի, որ այդ տղերք արժանի են ամեն ինչի, դրանում ոչ մի խնդիր։ Այսօր անարժանի լիքը մարդ կան, որ ինչ-որ բաներից օգտվում են, այս տղերք չեն, բայց դա չի մեզի իրավունք տալի, որ մենք խռովենք կամ մինադանենք։ Սերից ոչ մեկը չի գնացել ինչ-որ իրան պաշտոն տալու կամ փող տալու կամ բան տալու։ Հասկանում ես։ Գնացել են իրանք հայրենիքը պետություն պաշտպանելու, մորը քրոջը պաշտպանելու։ Ու այդ սուտ հովորել ասում հանգարց այս տղերքը չեն էթա, ուզի ինչքան էլ վատ վիճակի ունի, ղալլաթանը, ուրեմն ի հայ չի։ Այս տղերք հաստված ոչանի։ Ես ազնուկյապ եմ ասում, չեմ ուզում անունը տա, մենակ կայնած նայում են ինձ։ 2 օր առաջ գիշերը զանգել են, ժամը 10-ին Կեդիյաներ դիմանա։ Խնդրում են, գնա խոսամ մեզի հանեն ուղարկեն սահմանի վրա, այդքան սահման, որտեղ որ այդ երեխեն զոհվել է։ Տղաներ գիշերը հավաքվել են, զանգել են, ասեն մնացեք տեղները։ Այդ սահմանով եք ուզում բռնեք, որ եթանք Բաքու էլի։ Թող եթանք։ Մի օր էլ տեսքելի, բայց իրաց ինչ պետք է լինի։ Որ շատ դավադի տանեն, բա ինչ պետք է անեն։ Լավ էլ է, այսօր բարձր դրա, այսօր ես որ մարդ առողջան չեմ տվել, իմացեք։ Դա լավ նշան է։